Սիրելի հետևորդներ, դարեր ի վեր մեզ ասել են, որ մենք քրիստոնյա ենք, որ մենք ունենք եկեղեցի եւ մենք պետք է ժամանակ առ ժամանակ գնանք եկեղեցի, պատարակներ լսենք։ Ունենք Հիսուս պապիկ, չէ՞, Հիսուսին պապիկ են ասում շատ շատերը մինչեւ հիմա, բայց Աստվածաշունչը երբեք նման բան չի ասել ու Հիսուսը մահացել է 33 տարեկանում, իսկ 33 տարեկանը ոչ մեկ պապիկ չի կամ Աստված պապիկ, որ ասում են, չկա տենց բան, սիրելի հետևորդներ, բայց ոչ մեկ մեզ խորությամբ չի պատմել մեր Աստծո մասին, մեր Աստծո Աստվածաշնչի մասին, չի խոսել մեր եւ Աստծո միջև հարաբերությունների մասին, բայց երբ որ ես ապաշխարեցի, ես սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել, իհարկե ես դեռ պիտի ուսումնասիրեմ ու հասկանամ, բայց դրա մասին չի խոսքը, հարցն է, երբ որ ասում են, որ շատ չխորանաս, որովհետև կգնաս, ես իմ ինչ կլինես, չգիտեմ ուր պիտի գնաս ու ինչ պիտի լինես, ելի հետևորդներ։ Աշոտ, ինչ ես ուզում։ Աշոտիկը սոված է։ Իրականում այդ խորությունը, սիրելի հետևորդներ, բացի լավ տեղից ոչ մի վատ տեղ չի տանում։ Ամեն մարդ ինքն է որոշում, ինչքան խորանա եւ միջև ուր հասնի։ Ինչքան շատ ես խորանում, այնքան շատ ավելի լավ ես ճանաչում Աստծուն, այնքան Աստծո ուրախությունը ավելի շատ է գալիս քո մեջ։ Երբ որ մարդիկ փորձում են բնական մարգարիտներ ունենալ, իրանք պետք է գնան օվկիանոսի խորքերը, որպեսզի հանեն այդ մարգարիտները։ Բա մենք ինչի ենք ուզում մակերեսորեն Աստվածաշունչ կարդալով ու մակերեսորեն մեր Տիրոջը ճանաչելով ունենանք գերբնական հրաշքներ ու նշաններ մեր կյանքում։ Դրա համար սա էլ է կարծրատիպ, սիրելի հետևորդներ, եթե մենք ուզում ենք մեր Աստծուն ավելի լավ ճանաչել, Աստվածաշունչը ավելի լավ իմանանք, մենք պետք է խորանանք դեպի օվկիանոսի խորքերը։